Բարև ձեզ իմ շատ սիրելի ուսանողներ, այսօր անց ենք անցնելու մեր թվով 4-րդ վիդեոդասը, HTML-ի 4-րդ վիդեոդասը և եկեք հասկանանք, թե մինչ այս մենք ինչ անցանք, ինչ կարողացանք իմանալ HTML-ից և հասկանանք, թե այսօր նա ինչ ենք անցնելու։ Մինչ այս մենք անցանք շատ հետաքրքիր տեգեր, հասկացանք, թե ինչ է HTML-ը, հասկացանք, թե ինչպես կարող ենք մի փոքրիկ նախագիծ, մի փոքրիկ բլոկ ստեղծել HTML-ում և նաև հասկացանք, որ կարող ենք ինչ-որ տեգերի մի խումբ կապել իրար և ստեղծել ինչ-որ ֆունկցիոնալ հատված, ինչպես մենք արեցինք նախորդ դասին iframe-ի ատեգի միջոցով։ Այսօր մենք անցնելու ենք այն HTML-ի այն հատվածը, որը որ ավելի շատ պատկանում է user-ին, այսինքն երբ որ user-ն է ինչ-որ բան ներմուծում, ինչ-որ բան ավելացնում և լինում է այդ ամենը ինչ-որ user-ը ավելացնում է, արդեն front-end-ի միջոցով ուղարկվում է back-end։ Մենք այսօր անցնելու ենք input tag-ը։ Այսինքն բոլորս էլ ունենք սոցիալական էջեր և սոցիալական էջերը գրանցվելու ժամանակ մեզ գալիս է ինչ-որ դաշտ, որտեղ ասում է պետք է ներմուծենք մեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, մեյլը, այո, այսօր անցնելու ենք այդ ներմուծումները, սովորելու ենք ինչպես կարելի է ստեղծել ներմուծումներ։ Դե ինչ, եկեք հիմա արդեն ստեղծենք մեր հերթական պապկան, որը հիմա արդեն կանվանեմ ես HTML4, ավելացնում ենք մեր Visual Studio Code, index.html, HTML5 թարմությամբ ենք աշխատելու և այստեղ արդեն մենք սկսենք անցնել մեր input tag-ը։ Input tag-ը պատասխանատու է ներմուծման համար։ Ինչպես տեսակ, ես սկզբնական արդեն գրեցի իր բառը և Visual Studio Code-ը ավտոմատ default ավելացրեց նաև իր սկզբնական default ատրիբուտը, որը որ type-ն է։ Այո, մենք type ատրիբուտը արդեն ծանոթ ենք type ատրիբուտին UL-ի դասընթացից և իր միջոցով մենք UL-ին և Li-ին տվեցինք ինչ-որ հավելյալ հնարավորություն, հավելյալ ֆունկցիոնալ։ Իսկ ինչ է տալիս նա input-ի տարբերակի ժամանակ։ Եկեք նախ հասկանանք, թե ինչ տեսք ունի input-ը մեր բրաուզերի մեջ, տեսնում ենք, որ ահա, մեր input-ը, որտեղ կարող ենք ավելացնել ինչ ցանկանանք։ Եվ նույն այսպիսի դաշտ էլ գալիս է մեզ, երբ որ մենք ցանկանում ենք գրանցվել ինչ-որ տեղ։ Եվ այստեղ նայում եմ և տեսնում եմ, որ type-ի մեջ, type-ի արժեքի մեջ գրած է text արժեքը և հենց այս text արժեքը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի այստեղ ներմուծենք text։ Իսկ ինչ կլինի, եթե օրինակ մեր input tag-ի մեջ գրած լինի ոչ թե text, այլ օրինակ number։ Եկեք տեսնենք։ Ես փորձում եմ ներմուծել ինչ-որ text և չի լինում։ Միայն լինում է ներմուծել թվեր։ Եվ նույնիսկ այստեղ կտեսնեք, որ ինքը ունի այսպես սլաքներ, որ հնարավորություն է տալիս ավտոմատ մեր թվերը ավելացնել կամ պակասեցնել։ Նշեմ նաև, որ այստեղ հնարավորություն կա միայն մեկ տառ գրելու, որը որ E տառն է, որը գիտենք, որ մաթեմատիկայի մեջ կարևոր դեր է կատարում, այդ իսկ պատճառով բրաուզերը հնարավորություն է տալիս տառերից միայն E տառը ավելանա այս input-ի մեջ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ input-ը գրելով իրենք հայտնվեցին իրար կողք, այսինքն մենք հասկանում ենք, որ input tag-ը համարվում է տողային tag։ Եվ եթե ցանկանում ենք, որպեսզի իրար տակ հայտնվի, մենք գրում ենք br, արդեն ծանոթ ենք, պատասխանատու է տողադարձի համար։ Եվ այսպես մենք ստեղծեցինք երկու input, եկեք հիմա հասկանանք քանի տեսակ, ինչքան type-երի արժեքներ կարող ենք մենք գրել։ Մյուս type-ի արժեքը, որ կցանկանամ ձեզ ծանոթացնեմ, դա password արժեքն է։ Արդեն
բառը ինձ թվում է ձեզ հուշում է եւ password նշանակում է գաղտնաբառ։ Տեսեք, ես ինչ որ ներմուծում եմ իր մեջ, ինչ տառ կամ թիվ եթե ես գրեմ, նա ներմուծվում է միայն այսպիսի կետիկներով, այսինքն հնարավորություն չի տալիս ինձ, որպեսզի տեսնեմ, թե ինչ է գրված իր մեջ։ Մյուս input-ը, որ կցանկանամ ձեզ ծանոթացնեմ, դա file type-ն է, դա file արժեքն է, որը հնարավորություն է տալիս ինչ-որ file բերել և ավելացնել, տեսեք, այստեղ գրված է վիբրած file և file, այսինքն մենք ընդհանրապես ստեղծեցինք այս մի input-ը և հնարավորություն տվեց ավելացնել ինչ-որ մի file։ Եկեք բոլորը իրար տակ այսպես նշենք, որպեսզի ավելի գեղեցիկ լինի, և տեսնում ենք, որ բոլորը իրար տակ հայտնվեցին։ Մյուս input-ը, որ կցանկանամ ծանոթացնել, դա radio type-ն է, radio type-ի տեսակն է, որը որ հնարավորություն է տալիս այսպիսի կոճակ ստեղծել և այդ կոճակը մենք կարող ենք մեկ անգամ նշելով, այսպես ասած, միանգամից այդ կոճակը այսպես լցվում է կապույտ գույնով և հնարավորություն է տալիս user-ին հասկանալ, որ ինչ որ մի հատված նա կարողացել է նշել և այդ հատվածը կարող է լինել ինչ որ տվյալ, ինչ որ մի խանութում, ինչ որ մի ապրանքի հետ կապված ինֆորմացիայի հատված, որը նշելով արդեն հասկանում ենք, որ մենք ցանկանում ենք օրինակի համար ինչ որ մի հագուստ գնել կարմիր գույնով և կարմիր գույնի կողքը այսպիսի կոճակ կա, մենք սեղմելով այդ կոճակին արդեն հասկանում ենք, որ մենք ընտրել ենք այդ հագուստի կարմիր գույնը։ Եվ եկեք արդեն անցնենք մեր մյուս type-ի արժեքին, որը որ checkbox է կոչվում։ Տեսեք, checkbox-ը նույն այս ռադիոյի օրինակով է, ուղղակի եթե մենք կարող ենք ռադիոն սեղմել և այլևս հետ չի վերադառնա, այսինքն նա այդպես էլ մնում է, checkbox տարբերակով մենք կարող ենք նշել և երկրորդ կլիկից հետո նա նույնպես կվերանա, այսինքն տալիս է true, false ընտրության հնարավորություն։ Մյուս տարբերակը, եկեք BR-ը նույնպես էստեղ գրեմ, մյուս տարբերակը դա input-ի color տարբերակն է, որ հնարավորություն է տալիս մենք ընտրենք ինչ-որ գունային գամմա, տեսեք, սա կարող է լինել ինչ-որ մի, այսպես ասած, գունային ինչ-որ պալիտրա ընտրելու և ինչ-որ մի հատված գունային պալիտրայով զարդարելու համար կամ ինչ-որ կայքի մեջ ցանկանանք ինչ-որ գունային փոփոխություն ավելացնենք, այսինքն հենց user-ը ցանկանա ավելացնի և այդ ֆունկցիոնալը գրելու ժամանակ մենք հանգիստ կարող ենք ավելացնել այս input-ը։ Մյուս input-ը, որ կցանկանամ ձեզ ծանոթացնել իր հետ, դա հենց անմիջապես button type-ի տեսակն է, որ հնարավորություն է տալիս ստեղծել ուղղակի փոքրիկ կոճակ։ Ավելացնենք։ Տեսեք, հաջորդ input-ների հետ կապված ես ցանկանում եմ ձեզ նաև հավելյալ տնային աշխատանք տալ, հաջորդ input-ի հետ կապված մենք կփորձենք ընթացքային նաև բոլոր input-ների type-ի արժեքները կիրառել, բայց տնային հանձնարարություն ես այսօր նաև տալու եմ ձեզ գտնել հավելյալ 5 input, որը որ ես այսօր այստեղ չեմ ավելացնի, և դա կլինի շատ լավ և շատ, այսպես ասած, ինքնուրույն աշխատանք ձեր համար, որպեսզի կարողանաք դուք
հասկանալ ինչպես եք կարողանում զարգացնել ձեր միջի որոնողական ունակությունը, քանի որ ծրագրավորողի համար որոնողական ունակություն ունենալը շատ եւ շատ կարեւոր է։ Այդ իսկ պատճառով ես հավելյալ 5 input այստեղ չեմ ավելացնի եւ դա կթողնեմ տնային աշխատանք, որպեսզի դուք ինքներդ կարողանաք այդ հավելյալ 5 input-ի type-ի արժեքներով տեսակը գտնել եւ գրել ձեր ընդհանուր դասընթացի մեջ։ Բայց այսօր մեր դասընթացը բնականաբար դեռ չի ավարտվում եւ մենք փորձելու ենք հիմա ստեղծել մի հավելյալ եւ շատ լավ task, որը որ այստեղ ես այս իմ արած աշխատանքը կոմենտ կանեմ եւ մենք այսօր կստեղծենք մի շատ գեղեցիկ, այսպես ասած, բլոգ, որը կլինի մեր նախորդ դասերի միաձուլումը այսօրվա դասի հետ, կընտրենք թեմա, ինչպես միշտ ես կընտրեմ համակարգչային խաղերի թեման եւ կփորձենք ստեղծել մի բլոգ, որը որ եւ նման կլինի մեր նախորդ արածին եւ ավելի հագեցած կլինի, քանի որ մենք տիրապետում ենք արդեն ավելի շատ գիտելիքին, ավելի շատ տեգերին։ Դե ինչ, սկսենք վերնագրից, բնականաբար մեր վերնագիրը պետք է լինի գլոբալ, օրինակի համար խաղեր։ Երկրորդ վերնագիրը, որ պետք է լինի ինչ-որ մի կոնկրետ խաղի մասին։ Մենք այսօր կսարքենք ինչ-որ մի բլոգ, որտեղ կարելի է իմանալ ինչ-որ խաղի մասին կոնկրետ ինֆորմացիա, այնուհետև գրանցվել եւ ներբեռնել այդ խաղը, օրինակի համար։ H2 բնականաբար մեր երկրորդական վերնագիրը, որ ավելի հստակ հասկանանք, թե ինչի մասին է մեր խաղը, օրինակի համար կներեք եւ բնականաբար հիմա եկեք մի հատ տեսնենք, թե մեր մոտ ինչպես է, շատ գեղեցիկ եղավ, եկեք արդեն փորձենք մի փոքրիկ ինֆորմացիա վերցնել իր մասին, p tag-ով կվերցնեմ այդ ինֆորմացիան եւ այստեղ որոնում կկատարեմ, ցանցը արդեն ակտիվացավ եւ եկեք արդեն հասկանանք, թե մենք ինչ ենք ներբեռնելու։ Ես կվերցնեմ մի ինֆորմացիա, որը որ Վիկիպեդիայում է, իդեպ, եթե ինչ-որ ինֆորմացիա եք ցանկանում ձեր բլոգում ավելացնել կամ ինչ-որ հավելյալ ինֆորմացիա, Վիկիպեդիան կամ օրինակ հիմա օգտագործում են ավելի շատ ChatGPT-ին, շատ ավելի լավ ինֆորմացիա ձեզ կտրամադրեն։ Եվ այստեղ ես կփորձեմ այս ինֆորմացիան ամբողջությամբ տեղավորել իմ այս p tag-ի մեջ։ Ինչպես ձեզ նշեցի, ամբողջ ինֆորմացիան հորիզոնական հատվածով է տեղավորվելու մեր կոդի մեջ եւ ոսկե կանոններից մեկը միշտ պետք է տեգի բացվել եւ փակվելու հատվածը իրար տակ լինի, այլ ոչ թե այս հատվածում, քանի որ շատ կոդային համակարգի մեջ մենք կխճճվենք եւ չենք կարողանա հասկանալ, որը որտեղ է գտնվում։ Եվ մեզ տեսնում ենք այստեղ, որ մեր տեսնում ենք այստեղ 1 վայրկյան, ես նորից go live կտամ, եւ տեսնում ենք այստեղ, որ մեր տեքստը հորիզոնական կերպով հայտնվեց եւ մեզ հարկավոր է միայն այստեղ ավելացնել տողադարձի մեր տեգը, որը ինչպես հիշում եք BR-ներ։ Եվ տեսնում ենք այստեղ, որ մեր տողադարձը շատ լավ ձևով եղավ։ Բայց ի տարբերություն նախորդ մեր նմանատիպ task-ի, մենք այս task-ի մեջ պետք է ինչ-որ մի բառ ընտրենք եւ սարքենք հղում։ Օրինակ MMA բառը, որը որ այստեղ ես կստեղծեմ մի a tag,
եւ այս MMA բառը ընդամենը կտեղադրեմ այս ատեգի մեջ։ Հասկանանք տեսեք, նույնիսկ մեր MMA բառը գույնը փոխվեց եւ տակը ընդգծվեց, այսինքն նշանակում է, որ դարձավ հղում։ Եվ այստեղ ես կավելացնեմ նաև օրինակի համար այս կայքի, այս վեբ կայքի լինքը, որ սեղմելով այդ MMA բառի վրա մարդիկ կարողանան հայտնվել այդ լինքում։ Եվ այլևս սա մեզ պետք չէ։ Եվ սեղմելով այս բառին մենք հայտնվում ենք այդ լինքում։ Դե ինչ, անցանք մեր մյուս task-ի հատվածին, տեսեք, մեր գլխավոր վերնագիրը կա, մեր ենթավերնագիրը կա, մեր թեմայի հետ կապված փոքրիկ բնութագիրը կա եւ եկավ հասավ այն հատվածը, որը պետք է վիզուալ, այսինքն տեսանելի դաշտով պատմի այդ թեմայի մասին, որը որ մենք անցյալ մեր դասընթացի ժամանակ արեցինք, մենք այսօր նույնպես կկատարենք iframe tag-ով եւ a tag-ով մենք կստեղծենք մի հարթակ, որտեղ նկարին սեղմելով կլինի այդ թեմայի մասին ինչ որ ինֆորմացիա։ Եվ այստեղ ես կստեղծեմ իմ iframe tag-ը, նշեմ նաև որ frame border-ում կնշեմ 4, որ ավելի ակնհայտ եւ արտահայտիչ լինի border-ները մեր iframe-ի, բնականաբար մի քիչ ավելի չափը կմեծացնեմ, օրինակ այստեղ կստեղծեմ, այստեղ ներեցեք, այստեղ ես սխալ տեղ ավելացրեցի, այստեղ կգրեմ 500 px, իսկ height-ը կգրեմ 400, ոչ, երևի 350 px։ Նշեմ, որ width-ը պատասխանատու էր հորիզոնական հատվածի համար, չափի height-ը ուղղահայաց։ Դա հիշում եք, ես ասել եմ իմ նախորդ դասերին։ Նույնիսկ 350-ը շատ է, 300-ը ավելի ճիշտ կլինի։ Եվ տեսնում եք, մեր iframe-ը ստեղծվեց։ Մյուս կետը, այսինքն մենք պետք է ստեղծենք երկու նկար այստեղ, որ իրենց սեղմելուց հետո iframe-ում կբացի ինչ-որ մի վիդեո, այսինքն մենք հասկանանք, որ մեր նկարը պետք է լինի link, այստեղ a tag-ը նախ առաջին հերթին ես կստեղծեմ, կբացեմ a tag-ը, որի մեջ կստեղծեմ իմ image-ը, այսինքն հասկացանք, որ մենք ստեղծեցինք image, որը որ a tag-ի մեջ է, այսինքն նա հղում է, և կգամ այստեղ ներկբեռնեմ ինչ-որ մի նկար այդ թեմայով, փորձենք, օրինակ սա, և տեսնում եմ, որ այստեղ rабочий стол, այստեղ չկա մեր պապկան, խնդիր չի, ես կարող եմ հենց հիմա մինչ ներբեռնելը այստեղ ավելացնել, հիշում ենք ինչպես, և նոր արդեն կգամ այստեղ ներբեռնելու համար, և տեսնում ենք, որ մեր պապկան արդեն հայտնվեց, և միանգամից ներկբեռնեմ մյուս նկարը, տեսեք այստեղ նույնպես արդեն ճանապարհը նշված է և ճանապարհը ճիշտ է, միանգամից ես կպահպանեմ այն, և գալիս եմ այստեղ նախ նշում եմ իմ նկարը, տեսնում եմ այստեղ ինչ եղավ, բնականաբար իմ նկարը հայտնվեց iframe-ի կողքը, որովհետև մենք հիշում ենք, որ iframe-ը և image-ը
հանդիսանում են տողային տեգեր, բայց դուք կասեք, որ ախր այստեղ iframe-ը առանձին է, բայց image-ը գտնվում է a-tag-ի մեջ։ Այո, a-tag-ը նույնպես համարվում է տողային տեգ, եւ տողային տեգը տողային տեգի մեջ գրել կարելի է։ HTML-ում կա այսպիսի օրենք. տողային տեգը կարելի է գրել տողային տեգի մեջ, տողային տեգը կարելի է գրել բլոկային տեգի մեջ, միայն բլոկային տեգը չի կարելի գրել տողային տեգի մեջ։ Դա ոսկե կանոն, որովհետև եթե փորձեք հակառակը անել, չի աշխատելու ձեր կոդը։ Եվ այստեղ ընդամենը ես iframe-ից հետո կդնեմ beer տեգը եւ կփորձեմ image-ին տալ մի քիչ ավելի ճիշտ չափ, որ ավելի լավ լինի մեր եւ ավելի սիմետրիկ լինի, սիմետրիկ երևա մեր նկարը։ Տեսնում եք 250 չափ տվեցի, որ ավելի լավ երևա մեր նկարը։ Նաեւ այստեղ ավելացնում եմ երկրորդ մեր նկարը, բնականաբար եթե երկրորդն էլ պետք է լինի հղում, ես սկզբից կգրեմ a-tag-ը, այնուհետև կավելացնեմ իր մեջ image տեգը, img եւ այստեղ տեսնում ենք, որ 250 պիքսել կտամ էլի իր չափը եւ տեսնում ենք, որ շատ լավ, ճիշտ է, չափի հետ կապված այստեղ խնդիր եղավ, բայց հետագայում արդեն երբ որ մենք անցնենք CSS, մենք այդ խնդիրները լուծելու ենք, քանի որ հիմա մենք միայն HTML ենք անցնում, մենք այսպես ասած բավարարվում ենք այն չափով, որը որ այդ պիքսելի դեպքում մեզ տրամադրում է default տարբերակով։ Եվ եկեք հիմա արդեն փորձենք կապել եւ ինչ որ վիդեոներ վերցնել եւ տեղադրել այդտեղ։ Նախ առաջին հերթին ես կցանկանամ, որպեսզի վիդեոյի link վերցնեմ այդ թեմայի հետ կապված, այսինքն UFC եւ այստեղ կնշեմ PC։ Եվ տեսնում ենք, որ այստեղ կա մի գեղեցիկ վիդեո, որը ես հիմա կվերցնեմ, հիշում ենք, որ поделиться, встроить, եւ այստեղ մեզ ծանոթ տեգեր կան, այդ src iframe տեգի միջի src ատրիբուտի այս չակերտի միջի լինքն ենք վերցնում, եւ գալիս ենք այստեղ եւ տեղադրում ենք մեր a-tag-ի մեջ։ Ինչպես նաև եւս մեկ վիդեո ենք վերցնում նմանատիպ, օրինակ այսա, поделиться, встроить եւ նույն տեղից նույն լինկը մենք կվերցնենք եւ այստեղ նույնպես մենք կտեղադրենք այդ լինկը, բայց ինչպես հիշում եք, եթե մենք հիմա տեսեք նույնիսկ նորից մեր կուրսորը փոխվեց, այսինքն մեր լինկերը աշխատում են, մեր լինկերը ստեղծվել են եւ տեսնում ենք, որ միանգամից մեծ վիդեո է, մեծ էկրանով վիդեոն բացվում է, մեզ դա հարկավոր չէ, մեզ պետք է սեղմելուց հետո բացվի դա iframe-ի մեջ, այսինքն մենք այստեղ iframe-ի մեջ ստեղծում ենք իր ատրիբուտը տեգը տեգի հետ կապելու համար, որը կոչվում է name, իսկ a-tag-ի մեջ ստեղծում ենք իր ատրիբուտը, որ հնարավորություն է տալիս կապել a-tag-ը iframe-ին, target ատրիբուտը։ Նշեմ նաև, որ target-ը նաև հնարավորություն է տալիս լինկը բացելիս, հնարավորություն է տալիս բացել առանձին edge-ով, այդ edge-ի մեջ կամ ինչ-որ տարբեր հնարավորություններով, բայց քանի որ դա target ատրիբուտի ամենահասարակ ֆունկցիոնալներն են, դրանք դուք կարող եք նաև ինքնուրույն փորձարկել։ Եվ այստեղ մի ինչ-որ անուն կգրենք, որը որ նույն անունը նաև կգրենք մեր name-ի մեջ։ Նույնը նաև կկիրառենք ներքևի a-tag-ի մեջ, target եւ նույն անունը։ Եկեք փորձենք տեսնենք ինչ ստացվեց։ Տեսնում ենք, որ մեր վիդեոները շատ լավ եւ շատ հագեցած կերպով բացվում են։
Հիմա արդեն հասանք մենք մեր մյուս հատվածին, որ երբ որ մենք մեր մասին պետք է ինչ-որ ներմուծում իրականացնենք եւ այնուհետեւ մենք կարողանանք օրինակ ներբեռնել ինչ-որ մի խաղ այս թեմայի հետ կապված։ Նախ մեր մասին ինչ-որ ինֆորմացիա առաջարկելու ժամանակ մենք պետք է հասկանանք յուրաքանչյուր input ինչի համար է, քանի որ user-ը չի կարող կոդի մեջ նայել եւ տեսնել, ինչպես մենք օրինակ տեսնում ենք, եթե մենք այստեղ գրենք input type-ը լինի text, մենք կհասկանանք, որ այստեղ նա պատասխանատու է միայն տեքստի համար, բայց հաճախորդը user-ը չի հասկանում դա, որովհետև նա չգիտի դրա մասին։ Ես այստեղ կգրեմ h2 եւ կնշեմ, որ մենք արդեն հասել ենք ռեգիստրացիայի մասին։ Այսինքն նշանակում է, որ մենք արդեն անցնում ենք ռեգիստրացիայի մասին։ Եվ այստեղ կնշեմ span tag-ը, հիշում ենք span-ը պատասխանատու էր տեքստի համար, եւ մի փոքրիկ հուշում կավելացնեմ մեր user-ների համար, որ name եւ այստեղ անմիջապես կդնեմ beer, քանի որ span-ը հանդիսանում է տողային, input-ն էլ է հանդիսանում տողային, նրանք լինելու են իրար կողքին։ Դրա համար ես ավելացրեցի beer, որպեսզի նրանք հայտնվեն իրար տակ։ Եվ այստեղ կգրեմ input, որը որ type-ը text է, եւ այստեղ տեսնում ենք, որ մեր name հուշումը հայտնվեց եւ հաճախորդը user-ը հասկացավ, որ այստեղ պետք է գրի իր անունը։ Հաջորդ հատվածը պատասխանատու է մեր password-ի համար կամ մեր ազգանունի համար։ Այստեղ ես նաև կգրեմ, նշեմ նաև, որ այստեղ մեզ նույնպես beer-ը պետք, այստեղ ես կնշեմ նորից span, last name, իդեպ նշեմ, որ այստեղ ես գրել եմ փոքրատառով, երկրորդ բառը կպած եւ մեծատառով, ծրագրավորման մեջ կան գրելաձևեր, camel case, snake case, այդ բոլոր գրելաձևերի հետ ես ձեզ ծանոթացնելու եմ դրա համար, բայց այսպես ասեմ, այս պահին մենք չենք խոսա դրա մասին, ուղղակի ես սովորության համաձայն կգրեմ այսպես, դուք կարող եք գրել ուրիշ ձև, եւ այս գրելաձևերի մասին ես ձեզ կտեղեկացնեմ, կպատմեմ մեր հաջորդ դասերի ժամանակ։ Եվ այստեղ ես կնշեմ մեր input-ը, որը նույնպես պատասխանատու է text արժեքը, type-ի text արժեքը, եւ այստեղ էլի կնշեմ beer, իսկ արդեն հաջորդ մեր span-ը պատասխանատու է մեր տարիքի համար, այսինքն age։ Եվ այստեղ ես մեր input դաշտում կնշեմ ոչ թե text, այլ number, այսինքն որ կարողանամ ես ինչ-որ թիվ ավելացնել, ինչ-որ թիվ, այստեղ ես beer-ը մոռացել եմ, այստեղ կդնեմ եւ տեսնում ենք ինչ եղավ։ Տեսնում ենք, որ մեր գրանցման հատվածը կամաց ավելի լավ տեսք է ունենում, այստեղ կներմուծեմ name, այստեղ last name ազգանուն, այստեղ տարիք, եւ արդեն եկավ հատվածը, որ նաեւ նշեմ իմ սեռը, gender, քանի որ սեռը լինում է երկու տարբերակ, ես այստեղ կնշեմ երկու տարբերակ բնականաբար։ Այստեղ մենք ավելացնենք span gender եւ այստեղ մենք կգրենք input եւ radio։ Եվ այստեղ, եթե ուշադրություն կդարձնեք, մեզ ոչ մի հուշում չի լինելու, որտեղ գրված է gender եւ ինչ որ մի հատված, բայց մենք պետք է նշենք տղա թե աղջիկ, այսինքն դրա համար մենք ընդհանրապես span-ի տակից այստեղ մեր beer-ը բնականաբար էլի
չենք մոռանա, այստեղ կգրենք մի հատ էլ span եւ կնշենք այստեղ մեր տղայի, այսպես ասած, նշանը, մուրսկոյ, այսինքն։ Եվ տեսնում ենք, որ այստեղ մեր m տառի կողքին հայտնվեց մեր կլոր input-ը։ Իսկ հիմա արդեն եկեք ավելացնենք մեր մյուս input-ը, այստեղ կնշեմ ես BR, որ մեր մյուս span-ը, որը պատասխանատու է արդեն իգական սեռի համար, woman, եւ այստեղ input ավելացնելով նույնպես կներեք, նույնպես այստեղ կգրեմ ռադիո արժեքը։ Եվ եկեք տեսնենք, թե ինչ եղավ այստեղ։ Նայեք, այստեղ կա հուշումը, gender եւ man, woman, բայց եթե ուշադրություն եք դարձնում, երկու տարբերակն էլ նշվում է, որը որ ընդհանրապես չի կարելի, որպեսզի այսպիսի բան լինի։ Դրա համար մենք նորից օգնության ենք կանչում մեր ատրիբուտին, որը որ name-ն է, որը հնարավորություն է տալիս տեգերին իրար հետ կապնվելու, եւ մեր առաջի input-ի մեջ գրում եմ name ատրիբուտը եւ երկրորդի մեջ նույնպես։ Եվ փորձում եմ երկուսին էլ տամ նույն ինչ որ մի անուն, օրինակ, եւ այստեղ նույնպես։ Եվ փորձում եմ հիմա տեսնել մեր կոդը ավելի ճիշտ կաշխատի, թե ոչ։ Եվ տեսնում ենք, որ այո, եթե նույնիսկ հաճախորդը սեղմում է ինչ-որ կոճակի, կարող է միանգամից փոխել մյուսին եւ այդ դեպքում արդեն սխալից կխուսափի։ Տեսնում ենք, որ մեր կոդը իդեալական աշխատում է։ Այսինքն tag-ը tag-ի հետ կապելը, բացի նրանից, որ մենք սովորեցինք iframe-ի եւ a-tag-ի, նաեւ սովորեցինք input-ի հետ։ Այսինքն մենք կարող ենք նաև input tag-ը կապել իրար հետ name ատրիբուտի միջոցով։ Եվ հաջորդ հատվածը, որ կցանկանամ ես նշել, մենք ունենք նաև այսօր անցնում ենք նաև եւս մեկ tag, որը կոչվում է text area։ Text area tag-ը պատասխանատու է user-ի կողմից ինչ որ տեքստ ավելացնելու, գրելու եւ այդ տեքստը, այսպես ասած, սերվեր ուղարկելու եւ պահպանելու համար։ Օրինակ, այստեղ կտեսնենք, որ մեր text area tag-ը ունի այսպիսի տեսք, բնականաբար նա էլ հանդիսանում է տողային tag եւ մենք մեր input-ից հետո պետք է գրենք BR, որ հայտնվի տակը։ Եվ տեսնում ենք, որ այստեղ մենք կարող ենք գրել, օրինակի համար մենք գրեցինք մեր անունը, ազգանունը, տարիքը, մեր սեռը եւ այստեղ մենք կարող ենք երկու տող գրել մեր, այսպես ասած, գնման համար, թե ինչ նպատակով ենք գնում, թե օրինակ այդ խաղի մեջ կամ այդ պրոյեկտի մեջ մեզ ինչը ավելի շատ դուր եկավ, այսինքն այս ամենը user-ը գրում է, անունից սկսած մինչև text area user-ը գրում է եւ այս տվյալները պահպանվում են սերվերում հետագա մշակման համար։ Եվ այստեղ արդեն ես կարող եմ, այսպես ասած, ավելի հագեցված, ավելի լավ հնարավորություն սարքել եւ այստեղ նշել եւս մեկ tag, որը որ կոչվում է button։ Button tag-ը պատասխանատու է կոճակ ստեղծելու համար, եթե այստեղ տեսեք փոքրիկ կոճակ, բայց այդ կոճակը բնականաբար մենք չենք օգտագործելու, մենք կսարքենք ավելի լավ, ավելի հարմար կոճակ, բնականաբար իր այստեղ BR կնշենք, որպեսզի նա հայտնվի տակը, որովհետև button-ն էլ հանդիսանում է տողային tag եւ այստեղ կգրենք այսինքն ռեգիստրացիայի համար մենք պետք է նշենք այս կոճակը եւ մեր այս միջի նշած տվյալները կգնա բազա։ Եվ հասկացանք, թե մենք այսօր ինչ փոքրիկ, բայց շատ գեղեցիկ եւ հագեցած task արեցինք,
Մեր մոտ այստեղ մեր լինկերը իդեալական աշխատում է, մեր թեմայի հետ կապված մենք ունեցանք շատ լավ բնութագիր, մեր բնութագրում ունեցանք հղում, որը որ շատ լավ աշխատում է։ Բացի դրանից ունեցանք ռեգիստրացիայի համակարգ, որտեղ կարող ենք գրել մեր անունը, մեր ազգանունը, կարող ենք գրել մեր տարիքը, կարող ենք գրել մեր սեռը, կարող ենք գրել թե երկու տող ինչ ենք մենք ընդհանրապես հասկացել, ինչ ենք մենք ցանկանում այս նախագծից, ինչի համար ենք մենք ընդհանրապես գնում եւ այլ, եւ բնականաբար ռեգիստրացիա կատարել։ Բնականաբար այս պահին այս մեր տվյալները սերվերի հետ կապված չեն, բայց հետագայում ես ձեզ սովորեցնելու եմ այս փոքր քայլեր անելով մենք կարողանալու ենք վերջում շատ լավ, շատ հագեցած եւ շատ ֆունկցիոնալ մեծ կայքեր սարքել եւ կկարողանաք ի վերջո ունենալ ձեր երազանքի մասնագիտությունը։ Շատ շնորհակալություն այսօրվա դասին մասնակցելու համար, ձեր հետ Գրիգն էր, հաջողություն։